Հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ օրենաչափի տաղավարում։ Եթերում հարցեր փաստաբանին հավելվածն է։ Այս ձևաչափով պատասխանում եմ ձեր հնչեցրած հարցերին։ Իդեպ մեկնաբանություններում եւս կարող եք գրել հարցեր, որոնց կանդրադառնամ հաջորդ թողարկումներում։ Եվ այսպես, հարց առաջին։ Հարգելի փաստաբան, Դիլիջան Վանաձոր ավտոճանապարհին մեքենայով հարվածել է մայրուղու վրա հայտնված կովին։ Վնասվել է մեքենայից հայելին, սակայն վնասվել է նաև կովը։ Տվյալ դեպքում ով է մեղավոր համարվում՝ ես թե հովիվը, որը չի հետևել իր հոտին։ Նշված հարցը կարգավորվում է հետևյալ կերպ. Հեծկան կենդանիներ եւ անասուններ քշողներին արգելվում է կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության։ Կենդանիներին քշել երկաթուղային գծերով եւ ճանապարհներով դրա համար նախատեսված տեղերից դուրս, նաեւ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում։ Բացի տարբեր մակարդակների վրա անասուններին երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց։ Երրորդ, այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտ-բետոնե եւ ցեմենտ-բետոնե ծածկույթով ճանապարհներով։ Չորրորդ, կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մետր մոտ տարածքներում, նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում եւ մայթերի։ Բացի այդ, ավտոմայրուղիներում բոլոր դեպքերում արգելվում է հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը։ Սակայն հարցին ամբողջական պատասխան տալու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև վարորդի գործողությունները, տեղանքը, առկայության դեպքում նաև ճանապարհային նշանները, մասնավորապես խոսքը անասունների քշում նախազգուշացնող նշանի մասին է, եւ եթե դեպքի վայրում եղել է այդպիսի նշան, ապա կողմերից մեկի մեղավորության հարցի քննարկումը հարկավոր իրականացնել կոնկրետ դեպքով ի հայտ եկած բոլոր հանգամանքների համադրմամբ։ Հաջորդ հարցը. Վարում եմ փոքրիկ բիզնես, պատրաստում եմ հուշանվերներ, մեծ վաճառքներ չունեմ, ուստի չեմ գրանցել բիզնեսս։ Վաճառքի ինչ ծավալների դեպքում պետք է հարկվի եկամուտս, եւ ինչ պարզեցված եղանակ կա հարկ վճարելու նման դեպքերում։ Պարտադիր է արդյոք գրանցել ԱՁ կամ ՍՊԸ։ Ձեր նկարագրած իրավիճակում, եթե խոսքը ոչ թանկարժեք զարդերի արտադրության մասին է, անձամբ առանց այլ աշխատողներ ընդգրկելու, ապա հարկային պարտավորություններ չեն առաջանում։ Սակայն պետք է դիմեք պետական եկամուտների կոմիտե, անձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր ստանալու համար։ Երրորդ հարցը. Վաճառում եմ բնակարանս, արդյոք ստացված եկամտից պետք է վճարեմ հարկ։ Եթե այն վաճառեք այլ ֆիզիկական անձի, այսինքն մեկ այլ քաղաքացու, ապա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա։ Իսկ եթե այդ նույն գործարքը իրականացվի իրավաբանական անձի հետ, ապա իրավաբանական անձը պարտավոր է վճարվող գումարից 10% պահել եւ վաճառողի անունից դա փոխանցել պետական բյուջե որպես եկամտային հարկ։ Չորրորդ հարցը. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կարող է 16 տարեկան դուստրը տան իր բաժնեմասը նվիրել ավագ քրոջը։ 14-ից մինչև 18 տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների, այսինքն ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ։ Հետևաբար, ձեր նշված դեպքում 16 տարեկան անձը տան իր բաժնեմասը կարող է նվիրատվություն անել միայն ծնողների գրավոր համաձայնությամբ։ Եվ վերջապես վերջին հարցը. Հարգելի պարոն Գրիգորյան, ունեմ իրավական խնդիր եւ այս պահին ցանկանում եմ հայցապահանջ ներկայացնել բանկի դեմ։ Խնդրում եմ հուշել, վարչական թե քաղաքացիական դատարան է պետք դիմել։ Եթե ձեր նշած իրավական խնդիրը վերաբերում է միայն ձեր եւ բանկի հարաբերություններին, այսինքն օրինակ, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կամ այլ պետական մարմին ընդգրկված չէ խնդրի մեջ, ապա հայցը պետք է ներկայացնել քաղաքացիական դատարան։ Ամեն դեպքում ձեր ներկայացրած տեղեկատվությունը բավարար չէ ձեզ հստակ խորհուրդ տալու համար։ Հարգելիներս, այսօրվա համար նախատեսել է այսքանը, սեղմեք բաժանորդագրության կոճակ օրինաչափի հաջորդ թողարկումները բաց թողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ ABC Media եթերում։